Այս երկու բառն է ասում դպրոցական Դավիթը հիվանդանոց մտնելուց առաջ։ 18-ամյա աշակերտին մոտ 2 ժամ հետազոտել են Նայիրի բժշկական կենտրոնում։ Սկզբում հիվանդասենյակ են տարել, հետո սակայն տղայի վիճակն այնքան է վատացել, որ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ 3 պաշտպանել վայրկյաններ այցելել, որոշակի գանգատներ ունեցել, դրա հետ կապված գիշերը մենք նորից իրեն այցելեցինք, նորից էլի զգացինք, որ լավ չի ինքնազգացողությունը բարդարացել էր, գլխացավեր, շնչահեղձություն եւ այլն։ 18-ամյա դպրոցական առավոտյան էլի սկսել է շնչահեղձ լինել, գլխացավերը կրկին ուժեղացել են։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասում է, որ կալանավորվելուց հետո Դավիթ Մինասյանի մոտ առողջական նոր խնդիրներ են ի հայտ եկել, որոնք ավելի են սրվում։ Եղունգները կապտած էր, ես տեսել դա արդեն, սառը քրտինքը եւ այլն։ Դավիթին սակայն հիվանդանոց տանելու փոխարեն առավոտյան Աբովյան քրեակատարողական հիմնարկ են տարել, պարզաբանելով, թե ապահովում են աշակերտի ուսման իրավունքի իրացումը։ Փաստաբանը դա համարում է իրավունքի ապահովման պատրանք։ Աբովյան ՔԿՀ ոտք դնելով Դավիթն ուշագնաց է եղել։ Կոմպլեքս հիվանդություններ ունի եւ ինչպես մայրն էր ասել 9 օրեկանից նա բուժվել էր այս ոչ կենտրոնում։ Մի տեղը հակասում է մյուս տեղին, մյուս ներարկումը մյուս ներարկումին։ Ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է թե չի կարելի, այս մյուսի հետ կարելի է թե չէ, եւ որոշում կայացվեց, որ երեխային տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Դավիթն անգամ փոշուց ալերգիա ունի։ Ակնհայտ է, որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, ահազանգում է փաստաբանը։ 18-ամյա աշակերտի փաստաբանական թիմը դատախազություն միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար։ Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունից հետո կալանավորված դպրոցականը վերջին 2 օրում 3 անգամ ուշագնաց է եղել։ Նրան Կիրակի Սուրբ Աննա եկեղեցու բակից քաղաքացիական հագուստով իրավապահները քաշ քշելով, գետնին գցելով էին տարել քննչական վարչություն։ Դատավոր մնացական Մարտիրոսյանը ապրիլի 1-ին դպրոցական տղային կալանավորել է 2 ամսով։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։